Բարև ձեզ իմ սիրելի տեսակիցներ, ինչպես խոստացել է, սկսվում է իմ հայկական կանալը և առաջիս ուտեսը կլինի մեր պասուց տոլմը։ Դրա համար անհրաժեշտ է բաղադրատոմսի մեջ ամեն ինչը գրած կլինի չափսերի, ինչը ինչքան պետք։ Ես ամեն ինչը պատրաստել եմ, որ դրա համար ժամանակ չկորցնենք և տեսնենք ինչ է գնում։ Մեր պասուց տոլմայի մեջ գնում է լոբեղենի տարբեր տեսականներ։ Մի քանի ձևի լոբիներ եմ գցել, բրինձ եմ գցել, ոսպա, երկու ձևի ոսպ է, ձավար է գնում, սիսեռն է գնում։ Այս ամեն ինչը տեսականը կիսա պատրաստ է, կիսա եփած է։ Ի նկատի ունեցեք, որ աղ եմ գցել մեջը։ Աղը գցելու համար մի քիչ զգուշ է լինելու։ Գնում է կանանչեղեն թարմը։ Ես գցում եմ մաղադանոց, համեմ, սանութ և գնում է 4 համեմունք։ Համեմունքներից է կարմիր քաղցր տակդեղը, քիմիոն, խմելի սունելին, կարիա կոչվում։ Գնում է 4 կանանչին, որ ամենակարևոր բաղադրություններն են, ես այս երկու կանանչեղենը մեր պասուց տոլմայի համար շատ համեղ, շատ համով համ է տալիս։ Ուրեմն մեր ծիտրոնը, քյոնդարը, որը կոչվում է քյոնդար, ռեհանը, այս երկու տեսակը չմոռանաք, ամենակարևոր բաղադրություններն են։ Գցելու եմ ջիր, սալորի ջիր, որը որ արանք, սա լոբեղենի հետ միջուկի մեջ չեմ խառնելու, կտեսնեք ոնց եմ պատրաստելու։ Սալորի ջիր եմ գցելու, մեր ամենակարևոր բաղադրությունն է թթու քյալամը, աղը, սոխը, ես սիրում եմ սոխ օգտագործել շատ, թե ով չի սիրում կարա քիչ գցի, սխտոր եմ սիրում գցել, կարմիր տակդեղ կծում, նորից պետք է կտրտեմ մանր և արանք սալորի ջրի հետ դնեմ։ Իհարկե ձիթապտուղ և մածուկների տարբերակներ։ Այս գույները տալու համար շատ անհրաժեշտ է, որ մեր պասուց տոլմեն անգույն սփռտնած գույն չլինի։ Դրա համար այս գույները տալու համար մեր անհրաժեշտ է այդ 3 տեսակի մածուկները դնել անպայման։ Եվ իհարկե սև պղպեղը։ Այդ ամենը ես ձեր առջև կանեմ, կխառնեմ միջուկը, կպատրաստեմ և կսկսենք փաթաթելը։ Հիմա կարևոր է սկսենք սոխառած անելը։ Եվ այսպես, մեր սոխը մանր պետք է կտրտենք։ Ամեն ինչի բաղադրությունը, ինչքան է գնում, ես անպայման բաղադրատոմսի մեջ կգրեմ չափսերը։ Ձեթը իհարկե շատ ենք գցում, որ մեր միջուկը չորոք չստացվի, համեղ լինի։ Սոխը մի քիչ սիրում եմ, որ կարմրացնել, որ իմանամ սոխը պատրաստ է։ Նոր հետո ավելացնում ենք մածուկները մեր։ Եվ այսպես, սիրելի ժողովուրդ ջան, մեր սոխարածը կամանց թող լինի, ըստեղ դուք տեսնում եք 2 ձևի սոխ ա գցած։ Ես սիրում եմ կարմիր սոխն եք, շատ համեղ համ է տալիս։ Մեր սոխը թող ըստեղ ժարիք լինի, մեր միջուկին այս ամեն ինչը պետք է խառնենք։
նորից եմ ասում, կարմիր տակդեղը, քիմիոն, խմելուսունելին, կարին, անհրաժեշտ է, մեր աղը ես կուշացի, որ քիչ, մի քիչ անում եմ, հետո, որ բոլորը վերջում խառնենք, մի հատ համտես կանենք միջուկը, նոր սկսենք փաթաթելը։ Մեր 4 կանանչեղենը պետք է լավ տրորենք ու լուծենք։ Ռեհաննո, տիտրոնը, չոնդարը։ Ես ինչ համով արնելու կփորձեք շատ համով ու պես աստվածին։ Անուշ հոտերը գնում է արդեն սկսում է։ Կանանչին կտրվել մանր, ասեց չէ կանանչիններ, ես կծուն եմ համեն մաղադանով ես զամից, շատ համեղ համոտալիս ես կանանչեղենը։ Ես է խարում ենք, սխտորը իհարկե հիմա չենք խարում, սոխը մի քիչ դաղում, սոխի հետ ենք գցելու։ Մեր սոխը ընդեղ պատրաստվում է, կարամ ժամանակ չկորցնեմ և մեր կարմիր կտուտակտեղը կտրտեմ պատրաստեմ, որը որ պետք է շերտ լցնեմ մեր սավորիչերի հետ, հավատացնում եմ, կփորձեք և շատ ուրախ կլինեմ, բաժանորդեք և ասեք, ինչպես է ստացվում ձեզ մոտ։ Սրում այսքանը, եթե շատ կտու եք սիրում, կարակ էլի ավելացնեք շատ։ Ահա, համերայի սա պատրաստում է։ Տեսնում եք ձեթե ինչքան շատ աստեղ։ Չափը ես կգրեմ բաղադրատոմսի մեջ, բայց մոտավորապես մի բաժակ և իհարկե մեկ բաժակը ես կցույց տամ, ինչ չափսերի եմ մանավանդ լոբեղենը, մեր մի բաժակը 200 գրամ են, ձեթը այսինք մի բաժակ վերցրեք ու ձեր չափսը դա կլինի։ Սոխարածը եղա, կարող ենք ավելացնել սոխտորը, ինչ անուշ հոտ էր անգրում։ Երևում է ձեզ ինչքան սիրուն տեսքա, արդեն կամանց կարմրում է, սոխն էլ սոխը ժարիկնելուց հետո, որ արդեն տեսնում եք կամանց կարմրում է, սխտորը գցում եք, մոտավորապես մի րոպեի չափ, շատ պետք չէ ժարի տանել սխտորը և ավելացնում ենք ուժե մածուկեղենը։ Ես միանգամից ավելացնում եմ։ Դուք բաղադրատոմսի մեջ կտեսնեք ինչքան է գնում ամեն ինչը, կարակ դուք էլ միանգամից ես ամեն ինչը պատրաստեք, նոր սկսեք ձեր պասուս տոլման սկսելը։ Արդեն գույն է երևում է, ինչքան սիրուն գույն է լինում։ Մի 2-3 րոպեի չափ դաղ լինի ու հերիք է, արդեն կլցնենք միջուկի վրան։ Այստեղ ոչինչ չեմ ավելացնում, ամեն ինչը կավելացնեմ միջուկի մեջ, ինչպես որ արեցի, դուք կտեսնեք։ Մի 2 րոպե չափ թող լինի։
մի րոպե չափել ու վերիքի արդեն կտանենք, այդ միջուկի մեջ կորցնենք։ Եվ կսկսենք փաթաթելը։ Մի քիչ էլ համբերություն եւ մեր պասուստոման պատրաստենք։ Իհարկե սպասում ենք պասուստոմեն Եփի սարի հաջորդ օրը ավելի համեղ է լինում կամ ստակտակ վիճակում, բայց երևի մենք այսօր, որպեսզի որ ձեզ ցույց տանք ինչպիսի պասուստոմայի ստացվում մեզ, մի հատը տակ-տակ կփորձենք պատրաստ լինելուց հետո։ Ինձ ջան, շոտը տարբեր գույներ շատ համովայ լինելու շատ Մի հատ խառնենք, ամբողջական, տեսնենք ինչ անում է։ Ոչինչ, որ մի քիչ տաքա, մինչև սպասենք սարը ուշ կլինի։ Ավելի լավ է խառնենք, կակաս կհովանալը, այս ամենը լավ խառնենք, որ միջուկը լավ համերը ամեն տեղ ընկնում։ Տեսնում եք ինչ տարբեր հավեսով գույները։ Ուզիչ համովա մի քիչ էլի աղկավելացին պակասը։ Դուք էլ խառնեք, հետո իմացեք։ Մի քիչ էլ սև բերեց։ Մի հատ էլ լավ կխառնենք։ Եվ արդեն ցույց կտամ ինչպես փաթաթենք։ Մեր կապսան պատրաստ է։ Իհարկե կարևորներից մեկն է, որ ինչի մեջ ենք դնելու փաթաթածը մեր, ոնց ենք եփելու։ Արդեն սովորացանք։ Հայրենակիցներ սկսենք մեր տողնեն փաթաթելը։ Ես արդեն նախորդ իհարկե գիտեմ, բոլորս էլ մեր կանայք սուտ կողմի որ չգիտենան, բայց կարող է 100 հոգուց 10%-ը չգիտենան, 10 հոգու համար ցույց տամ։ Մեր քյալամը տաղամբը մեծ ենք փաթաթելու, էլ չենք կիսում։ Այս կոշտ մասերը պոկում ենք, առանձնացնում և մի հատ վրայով անց ենք կենում, տեսնում ենք էլի ինչն է պետք, ինչը չի պետք, կամ կտորներ, որ պետք չեն։ Ես արդեն պատրաստել եմ, որ ժամանակ չկորցնեմ։ Մանր կտորները թողել եմ այստեղ, որոնք որ պետք չեն։ Ես ամենայն դեպս մեր կաթսայի տակը դնում եմ, որը որ պետք չէ կաղամբները, որպեսզի չկպչի, ամենայն դեպս էլի, մեր պաշտպանելու համար, որ չվառվի մեր պասուստոմեն, բայց իհարկե եթե ճիշտ եփենք, չի վառվի, այս միշտ հնուց եկած մեր տակական ձևերն է, կաթսայի տակը կամ աման ենք դնում, կամ կաղամբ ենք դնում, սկսենք փաթաթելը։ Ես մի երկու հատը ցույց տամ ինչպես են փաթաթում։ Տեսեք ինչպես են փաթաթում։ Լավ դնում ենք միջուկը։ Մեծ ենք անելու։ Մեր բլինչիկի պես փաթաթենք։ Տեսնում եք ինչ մեծ են։ Հավեսով մի հատը ուտես ու կշտանաս։ Մի հատ էլ կցույց տամ։ Տեսնում եք ինչքան շատ են դնում, լավ հավեսով, որ կծես ու համը զգաս, որ իրոք միջին լավ միջուկ կա, տարբեր տեսակի որտեղ են, տեսեք ինչքան մեծ են։ Երկու-երեք հատ դնեմ, ուժը կացած կծածկի։ Այսպես, մի երկու հատ շատ չէ, մի երկու հատ էլ կարմիր տաղ դեմ եմ կծում։
կդնենք, իհարկե ես մի քիչ փոքր եմ վերցրել կաթսանց, բայց ոչինչ, կարող եք դուք մի քիչ մեծ վերցնեք, որ եփելու ժամանակ ջուրն էլ ավելացնելու ենք, որ չեփի թափի հետ ամեքս էլ բոլոր կանայքս է գիտեն ոնց է պետք տոնի համար։ Հիմա ես բոլորը կլցնեմ, կհանդիպենք մի րոպե, մի վայրկյանից հետո, լավ մնացեք։ Տեսեք, սիրելի տեսակիցներ, ում տողն եմ արդեն պատրաստեցի, իհարկե ավելացավ, ես քնցեց ես ասելու, միջուկը եթե շատ լինի, ոչինչ, կարակ ուրիշ կաթսա վերցնեք ավելի մեծ, ես պրոստը փոքր վերցրեցի, որ շուտ փաթաթեմ, դες ցույց տամ, ժամանակը երկար չկա։ Ուրեմն մի քիչ պակաս եք դնում, որ ջուր են կեսակ, եփական հեռացած ջուր եմ լցնելու, ամանը վրան եմ դնում, տեսնում եք շերշեր, սալորի ջիրը, գծու պղպեղը, տակդեղը, դրել եմ շերշեր, ուրիշ բան չեմ ավելացրել։ Ջուրը լցնում ենք այնքան, մի քիչ պակաս ենք անում, որ ազատ եփեն, մենք գիտենք, չէ, սիրելի տիկնայք, որ տորմի մի քիչ պակաս ենք անում կաթսայից, որ լիքը չլինի, չեփի, չթափի, ջուրը ավելացնում ենք այնքան, մի քիչ շարժենք, որ լավ գնա մեր ջուրը, եղա, սենց սեղմում ենք, որ ամանը չծածկի։ Հիմա ես այս կաթսան կվերցնեմ, կդնեմ գազօջախի վրան 40-ից 50 րոպե եւ եփելուց հետո կտեսնվենք։ Սիրելի տեսակիցներ, ուզում եմ այս ամենակարևոր մասն է մի րոպեով ձեզ ցույց տալ։ Ափսեն մի 15-20 րոպե որ եփում է, դրել էի կաթսան գազօջախի վրան, լավ եփը գալուց հետո 15 րոպե այդպես եփում է, հետո վերցնում ենք ափսեն եւ գազի տակը թուլացնում ենք, ինչքան հնարավոր է։ Էլի մի 15-ից 20 րոպե, երբ որ պատրաստ կլինի, ուտեսը վերջում ես ձեզ կասեմ ինչքան րոպե տեղացել եփելը։ Տեսնում եք ինչքան ջուր էին գլցրել, ինչքան քաշել է, այս լա տակ է էլի կգնա ջուրը։ Սիրելի դիտողներ, որ ձեր աչքի առջև ուզում եմ հանեմ, նոր եմ անջատում գազօջախը, տեսեք ինչ հիանալի տեսք ունի, բա ինչքան համով, բուրմունքով հոտանք է, չեք պատկերացնի, իրանից տեղազնիկ փորձեիք մեր տոլում եմ, այս ինչ համով, ոյ մաման ջան, և այսպես մի հաց կհանեն, սա վաբշե տակ ձեր չեն տալի, բայց ինչ արած, պետք է փորձենք, այսպեսի բան չփորձենք, սա պետք է թողնենք, լավ սառի, դաժե դնենք սառնարան, նոր հաջորդ օրը, եթե այդքան համբերություն ունենաք, այսքան անուշ բուրմունքից հետո, Էսա համմեկը տեսնենք ասենք իշտերի համունի, դե համբերություն կունենաք, համբերեք, այսով մեջտեղից տեսնենք, դա հետ ինչ, կայտեր գուներ, դրնայք ինչ լավն է, սայնաթանին, և կասեմ աղալանի ինչ է, ամեն ինչը լավ եփել է, շատ համեղ է, խնդրում եմ պատրաստեք, չեք փոշմանի և բաժանորդագրեք, գրեք ինչ ձևի ուտես է, պատրաստեք, շատ ուրախ կլինեմ ձեր կոմենտարին լսեմ, հաճելի կլինի, ասեմ քանի րոպե եփեց, ամբողջական ժամանակը տևեց 50 րոպե, բարի ախորժակ, սիրելի հարազատներ ինչ ասեմ, կտեսնվենք հաջողություն։